Այն բանի համար, որ նա 2016 թվականի սեպտեմբերի 27-ից մինչև 2018 թվականի մայիսի 12-ը զբաղեցնելով Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարի պաշտոնը եւ ի թիվս այլնի, պատասխանատու լինելով նախարարության առջև դրված խնդիրների եւ գործառույթների, այդ թվում բնության հատուկ պահպանվող տարածքների վրա վնասակար ներգործության կանխարգելման եւ նվազեցման, բնապահպանական օրենսդրությամբ սահմանված պահանջների կատարման նկատմամբ վերահսկողության ապահովման համար, կառավարության 2002 թվականի մայիսի 30-ի թիվ 927 նորմատիվ որոշման համաձայն, ի պաշտոնե հանդիսանալով բնապահպանության նախարարության կառավարմանը հանձնված Սևան ազգային պարկ ՊՕԱԿ-ի խորհրդի նախագահի տեղակալ, կառավարության 2008 թվականի դեկտեմբերի 18-ի թիվ 1578 նորմատիվ որոշման համաձայն, ի պաշտոնե հանդիսանալով բնության հատուկ պահպանվող տարածքների հողամասերը վարձակալության եւ կամ կառուցապատման իրավունքով տրամադրելու նպատակով ստեղծված միջգերատեսչական մրցութային հանձնաժողովի նախագահ եւ լիազորված լինելով հրավիրել հանձնաժողովի նիստեր, նախագահել դրանք, հանձնաժողովի անունից ստորագրել դրա որոշումները եւ նիստերի արձանագրությունները, պետական մարմիններում մշտապես իրականացնելով կազմակերպատնօրինչական վարչատնտեսական գործառույթներ, խմբային շահերից ելնելով չի կատարել իր ծառայողական պարտականությունները, պաշտոնական դիրքն օգտագործել է ծառայության շահերին հակառակ, որպեսզի արարքների հետևանքով էական վնաս է պատճառվել հասարակության եւ պետության օրինական շահերին եւ անզգուշությամբ առաջացել են ծանր հետևանքներ։ Մասնավորապես, խախտվել է պետական մարմնի, պետական ոչ առևտրային կազմակերպության եւ նշված մրցութային հանձնաժողովի բնականոն գործունեությունը։ Բնության հատուկ պահպանվող տարածքը տևական ժամանակ չի օգտագործվում նպատակային նշանակությամբ։ Կատարվել է առանձնապես ծանր հանցագործություն։ Բարձրաստիճան պաշտոնատար անձի կողմից կատարված արարքի արդյունքում հանցավոր ճանապարհով ձեռք բերված առանձնապես խոշոր չափերով գույքը օրինականացվել է։ Այսպես, Արծվիկ Մինասյանը տեղեկացված է եղել, որ Պաշտպանության նախարարի պաշտոնը զբաղեցրած Սեյրան Օհանյանը 2010-15 թվականների ընթացքում ապօրինի զավթել, առանց իրավական հիմքերի զբաղեցրել է բնության հատուկ պահպանվող տարածք հանդիսացող Սևան ազգային պարկ ՊՕԱԿ-ի տարածքում ընդգրկված Հայաստանի Հանրապետությանը պատկանող Գեղարքունիքի մարզի Դրախտիկ համայնքի առաջին փողոցի 71 հասցեի 10526 քառակուսի մետր մակերեսով հողատարածքը։ Տեղեկացված է եղել, որ կառուցապատման իրավունքի բացակայության պայմաններում Սեյրան Օհանյանը հիշյալ տարածքում ինքնակամ կառուցել է ապօրինի շինություններ։ Տեղեկացված է եղել, որ իրավասու, այդ թվում իրեն ենթակա պաշտոնատար անձանց կողմից նշված իրավախախտումները տևական ժամանակ չեն արձանագրվել եւ դրանց օրենսդրությամբ նախատեսված կարգով ընթացք չի տրվել։ Վերոնշյալ տեղեկություններին տիրապետելու պայմաններում խմբային շահերից ելնելով չի կատարել իր ծառայողական պարտականությունները։ Միջոցներ չի ձեռնարկել թույլ տրված իրավախախտումների հետևանքները վերացնելու, համապատասխան անձանց նկատմամբ իրավական պատասխանատվության միջոցների կիրառումն ապահովելու ուղղությամբ։ Հակառակը, Սեյրան Օհանյանի կողմից հիշյալ տարածքը զավթելու եւ այնտեղ ինքնակամ շինություններ կառուցելու փաստը, ինչպես նաեւ իրավասու պաշտոնատար անձանց դրսեւորած անգործությունը քողարկելու, անշարժ գույքի տիրապետմանն ու օգտագործմանը օրինական տեսք տալու նպատակով, այլ անձանց մասնակցությամբ միջոցներ է ձեռնարկել դրանց նկատմամբ Սեյրան Օհանյանի կողմից որոշված նրա հետ փոխկապակցված անձի անվամբ կառուցապատման իրավունքի տրամադրման ուղղությամբ։ Մասնավորապես, Արծվիկ Մինասյանը 2016 թվականի սեպտեմբերի 28-ին Սևան ազգային պարկ ՊՕԱԿ-ի տնօրեն Աշոտ Գնդոյանի գրությամբ ստանալով Սևան ազգային պարկ ՊՕԱԿ-ի տարածքում ընդգրկված Հայաստանի Հանրապետությանը պատկանող Գեղարքունիքի մարզի Դրախտիկ համայնքի առաջին փողոց 71 հասցեում գտնվող հողամասը, ուշադրություն խնդրում եմ այս հանգամանքի վրա, շենք շինություններով ծանրաբեռնված չլինելու մասին կեղծ տեղեկություններ պարունակող փաստաթղթեր, դրանք ներկայացրել է բնության հատուկ պահպանվող տարածքների հողամասերը վարձակալության եւ կամ կառուցապատման իրավունքով տրամադրելու նպատակով ստեղծված միջգերատեսչական մրցութային հանձնաժողովի քննարկմանը։ Հանձնաժողովը Արծվիկ Մինասյանի նախագահությամբ 2016 թվականի հոկտեմբերի 5-ին կայացած նիստի ընթացքում միաձայն որոշել է կառավարության տարածքային զարգացման եւ բնապահպանական նախարարական կոմիտեի քննարկմանն ուղարկել մրցույթի պայմանները եւ սահմանված կարգով ընթացք տալ վերոնշյալ հողամասը կառուցապատման իրավունքով մրցույթի ներկայացնելու հարցին։ Նիստից հետո 2016 թվականի հոկտեմբերի 6-ին Արծվիկ Մինասյանը ուղեկցական գրությամբ կառավարության աշխատակազմի ղեկավար նախարար Դավիթ Հարությունյանին է ներկայացրել միջգերատեսչական մրցութային
հանձնաժողովի հավանությանն արժանացած վերոնշյալ մեկ միավոր անշարժ գույքի տվյալները եւ կից փաստաթղթերը։ Ներկայացված փաստաթղթերում եւս ներառված են եղել հողամասը շենք շինություններով ծանրաբեռնված չլինելու մասին իրականությանը չհամապատասխանող տեղեկություններ։ 2016 թվականի հոկտեմբերի 27-ին տարածքային զարգացման եւ բնապահպանական նախարարական կոմիտեի նիստում քննարկվել է Սևան ազգային պարկ Պոակի դրախտիկ համայնքի սահմանում գտնվող նշված հողատարածքը մրցույթի ներկայացնելու մասին հարցը եւ որոշվել է հավանություն տալ բնության հատուկ պահպանվող տարածքների Պարոն Վարդանյան, Բայց չի կարելի զրուցել, դատախազն է ելույթ ունի, ինչ եք ձեզ թույլ տալիս, ուզում եմ հասկանալ։ Ներողություն տիկին դատախազ, շարունակեք։ 2016 թվականի հոկտեմբերի 27-ին տարածքային զարգացման եւ բնապահպանական նախարարական կոմիտեի նիստում քննարկվել է Սևան ազգային պարկ Պոակի դրախտիկ համայնքի սահմանում գտնվող նշված հողատարածքը մրցույթի ներկայացնելու մասին հարցը եւ որոշվել է հավանություն տալ բնության հատուկ պահպանվող տարածքների մրցութային հանձնաժողովի կողմից ներկայացված առաջարկությանը, այստեղ եւս խնդրում եմ ձեր ուշադրությունը, բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանին հանձնարարելով ապահովել մրցույթի թափանցիկությունը։ 2016 թվականի դեկտեմբերի 12-ին Միջգերատեսչական մրցութային հանձնաժողովի կողմից անցկացվել է մրցույթ, որին ըստ փաստաթղթերի հայտեր եւ գործարար ծրագրեր են ներկայացրել Սեյրան Օհանյանի հետ փոխկապակցված երկու անձ։ Պաշտպանության նախարարի պաշտոնը զբաղեցնելու ժամանակահատվածում Սեյրան Օհանյանի վարորդ հանդիսացած Արթուր Առաքելյանի մորաքրոջ որդին Բենյամին Ղալեչյանը եւ օգնական հանդիսացած Արթուր Գրիգորյանի եղբայրը Էդգար Գրիգորյանը։ Էդգար Գրիգորյանի մասին կարծում եմ լսած կլինեք նաեւ վերջերս ՊԵԿ-ի ենթակառուցվածքից ներողություն քննչական կոմիտեի արդեն ենթակառուցվածքից կատարված հափշտակության դրվագով սա այն անձն է ըստեյության, ով այս պահին ունի մեղադրյալի կարգավիճակ հափշտակության համար։ Մրցույթի արդյունքում Միջգերատեսչական հանձնաժողովը հիմք ընդունելով կեղծ տեղեկություններ պարունակող վերոհիշյալ փաստաթղթերը, նախագծային փաստաթղթերի եւ շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննությունների բացակայության պայմաններում, այս երկու դրվագը շատ կարեւոր է, միաձայն հաղթող է ճանաչել Բենյամին Ղալեչյանին։ Սևան ազգային պարկ Պոակի խորհրդի 2016 թվականի դեկտեմբերի 26-ի որոշմամբ հավանություն է տրվել Պոակի եւ Բենյամին Ղալեչյանի միջև կնքվող հողամասի կառուցապատման իրավունքի տրամադրման մասին պայմանագրին։ Կառուցապատման վճարի չափ է սահմանվել 630,560 դրամ տարեկան, իսկ պայմանագրի ժամկետ 25 տարի։ Սևան ազգային պարկ Պոակի եւ Բենյամին Ղալեչյանի միջև 2017 թվականի մայիսի 3-ին կնքվել է պետական սեփականություն հանդիսացող հիշյալ հողամասի կառուցապատման իրավունքի տրամադրման պայմանագիր, որի հիման վրա 2017 թվականի մայիսի 22-ին կատարվել է Բենյամին Ղալեչյանի իրավունքների պետական գրանցում։ Հիշեցնեմ, խոսքը վերաբերում է կառուցապատման իրավունքին եւ տրամադրվել է վկայական։ Այսպիսով, Արծվիկ Մինասյանը խմբային շահերից ելնելով, չկատարելով ծառայողական պարտականությունները եւ պաշտոնական դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագործելով, չարաշահել է պաշտոնական լիազորությունները, որի հետևանքով էական վնաս է պատճառվել հասարակության պետության օրինական շահերին եւ անզգուշությամբ առաջացել են ծանր հետևանքներ։ Պետական մարմնի, պետական ոչ առևտրային կազմակերպության եւ Միջգերատեսչական հանձնաժողովի բնականոն գործունեության խաթարմամբ օրենքով սահմանված կարգով չեն արձանագրվել բնության հատուկ պահպանվող տարածքում գտնվող հողամասի ապօրինի զավթումը, դրա վրա շինությունների ինքնակամ կառուցումը, միջոցներ չեն ձեռնարկվել հիշյալ խախտումները վերացնելու, վնասը վերականգնելու, հակաօրինական արարքներ կատարած անձանց նկատմամբ իրավական պատասխանատվության միջոցներ կիրառելու ուղղությամբ։ Ավելին, նշված հողատարածքը շինություններով ծանրաբեռնված չլինելու վերաբերյալ կեղծ փաստաթղթերի օգտագործմամբ քողարկվել են ինչպես քաղաքական պաշտոն զբաղեցրած բարձրաստիճան պաշտոնատար անձ Սեյրան Օհանյանի կողմից կատարված հակաիրավական գործողությունները, այնպես էլ դրանց նկատմամբ անգործություն ցուցաբերած իրավասու պաշտոնատար անձանց հակաիրավական վարքագիծը։